Հարգելի ձկներ, իհարկե Մերկուրին հետադարձ կլինի ձեր նշանում և այն մարդկանց համար, ում քարտեզում ձկները գտնվում է առաջին տանը, դա վերաբերվում է ևս ձեզ։ Ովքեր ունեն ասցենդենտ նաև ձկներ նշանում, դա ևս ձեզ է վերաբերվում։ Հիմա ձկների համար բավականին կարևոր և հագեցած շրջան է։ Վերջին տարիներին Նեպտուն անցնում էր ձկներով, հետո նաև Սատուրնը, բացի այդ խավարումներ էին և դեռ կան ձկներկույս առանցքի հետ կապված, ևս մեկ խավարում ունենք։ Այժմ նաև Մերկուրին է հետադարձ, ևս ձեր նշանում։ Սա ժամանակահատված է ներքին վերանայման, խորը մտածելու և ինքներդ ձեզ վերակարգավորելու համար։ Այս ամենը ձեզ նախապատրաստում է առաջիկա խավարմանը, որը տեղի կունենա մարտի 3-ին և կապված է ձկներ կույս հակադիր նշանների առանցքի հետ։ Այսինքն հիմա ձեր կյանքի կարևոր փուլերից մեկն է և պետք է ավելի խորապես նայեք ձեր ներաշխարհին և պատրաստվեք փոփոխությունների։ Հիմա ձկների համար շատ կարևոր շրջան է։ Բոլոր այս անցողիկ էներգիաները, հատկապես Նեպտունի դիրքը, որը դեռ մասամբ ձկներում է, բայց արդեն մոտենում է դուրս գալուն, բերում են կյանքի լարված լայնածավալ վերանայմանը։ Դա նշանակում է ժամանակն է ավելի շատ վերաիմաստավորելու գրեթե ամեն ինչ։ Բացի այդ, Մերկուրին գտնվում է ձկներում և հետադարձ շարժման մեջ է։ Մերկուրին արագ, տրամաբանական մտածողության մոլորակ է, իսկ ձկները ավելի շատ ապրում են զգացմունքներով ու պատկերային մտածողությամբ։ Այդ պատճառով այս շրջանը կարող է մի փոքր շփոթեցնող լինել, բայց միաժամանակ շատ կարևոր։ Շատ ձկների համար սա վճռորոշ փուլ է։ Հիմնական թեման այն է, ով եմ ես, պետք է մի հատ ինքնության վերանայում է սա, ով եմ ես, ինչ եմ ուզում դառնալ, ինչ նպատակներ և ցանկություններ ունեմ։ Հնարավոր է նաև հին գաղափարների և հին երազանքների վերադարձ։ Գուցե նորից մտածեք այն մասին, թե ինչպիսին էիք ուզում դառնալ անցյալում։ Իսկ եթե նույնիսկ ձկները ձեր 10-րդ տանն են, բայց մոտ են ասցենդենտին, այսինքն ծննդյան քարտեզում մոտ են առաջին տանը, դուք նույնպես կզգաք այս էներգիաները։ Դուք էլ կմտածեք ձեր ինքնության, կյանքի ուղղության և ապագա կերպարի մասին, որովհետև արդեն անցնում է ձեր ասցենդենտ։ Այս շրջանը հիմնականում ինքնաճանաչման և ներքին վերափոխման մասին է։ Այս շրջանը կարող է զգացվել որպես գայունության, երասկոտության և երբեմն նաև ցրվածության ուժեղացմամբ։ Դա բնական է, որովհետև Մերկուրին արագ է, իսկ ձկները երազում են։ Սա շատ լավ ժամանակ է աշխատելու ինքներդ ձեզ վրա, զարգացնելու ձեր ստեղծագործական ունակությունները, վերադառնալու այն երազանքներին ու նպատակներին, որոնք մի ժամանակ հետաձգել եք։ Նաև սա կարևոր շրջան է ներքին երկխոսության համար։ Պետք է խոսել ինքներդ ձեզ հետ, հասկանալու ինչ եք ուզում փոխել ձեր մեջ։ Կարող եք աշխատել ձեր կերպարի, արտաքին տեսքի և ինքնաներկայացման վրա։ Հնարավոր է նաև անձնական ծրագրերի և նպատակների վերանայում կամ ճշգրտում կատարեք։ Այս ընթացքում շատ կարևոր է ավելի շատ հանգստանալ, սահմանափակել տեղեկատվության հոսքը, քանի որ հիմա ձեր վրա շատ մեծ էներգիա է ազդում և դա կարող է հոգնեցնող լինել։ Փորձեք նաև ձեզ վրա ավելորդ պարտավորություններ չվերցնել և չմտնել նոր, սահմանափակող շրջանակների մեջ։ Մերկուրին ձկներում հետադարձ շարժման մեջ լինելը վախերի կամ խափանումների մասին չէ։ Այն ավելի շատ հնարավորություն է վերադառնալու ինչ-որ կարևոր բանի, որը նախկինում բաց եք թողել և հիմա արդեն պետք է վերաիմաստավորեք այն։ Խոսքը այն բաների մասին է, որոնց համար նախկինում ժամանակ, հնարավորություն կամ ուժ չկար։ Գուցե նաև չկար այն ներքին ոգևորությունը կամ հոգեկան պատրաստվածությունը։ Հիմա լավ ժամանակ է վերադառնալու այն ամենին, ինչ թողել էիք կիսատ, ինչը հետաձգել էիք, ինչը պարզապես սպասում էր իր ժամանակին։ Այդ փուլը ավելի հարթ և օգտակար անցնելու համար կարևոր է լինել ուշադիր ինքներդ ձեր նկատմամբ, լինել անկեղծ ինքներդ ձեզ հետ, վստահել ձեր ներքին ինտուիցիային, որը ձեզ մոտ բավականին շատ է։ Եթե չգիտեք ինչով զբաղվել, շատ օգտակար կլինի կենտրոնանալ ֆիզիկական ակտիվության վրա, վարժություններ կատարել, սպորտ, մարմինը ուժեղացնեք։ Սա կօգնի հավասարակշռել ներքին լարվածությունը։
Նաև որոշ մարդկանց համար այս շրջանը կարող է կապված լինել իրենց ծննդյան հանգամանքների մասին ավելի շատ տեղեկատվություն իմանալու հետ կամ իրենց կյանքի սկզբի մասին նոր բաներ բացահայտելու հետ։ Այս շրջանում հնարավոր է, որ բացահայտվեն որոշ գաղտնիքներ կապված ձեր ծննդյան կամ ծնողների հետ։ Հատկապես դա կարող է կարևոր լինել նրանց համար, ովքեր մեծացել են առանց ծնողների կամ միայն մեկ ծնողի հետ։ Կարող եք նոր տեղեկություններ իմանալ ձեր ընտանիքի կամ ծննդյան պատմության մասին։ Շատերի համար այս փուլը կդառնա ինքնաճանաչման շրջան, ինքնագիտակցության աճ, ինքնագնահատականի վերանայում, ինքներդ ձեզ այլ աչքերով նայելու հնարավորություն։ Մերկուրիի հետադարձ փուլը ավելի հարմար է ոչ թե նոր նախագծեր սկսելու, այլ արդեն եղածը վերանայելու համար, ուղղելու ու բարելավելու համար, մտածելու, հանգստանալու, երազելու և մեդիտացիա անելու համար։ Սա շատ լավ ժամանակ է ստեղծագործելու համար նույնպես։ Գրի առեք ձեր ցանկություններն ու նպատակները, ինչ-որ բան ստեղծեք ձեռքերով, գրեք, երաժշտությամբ կամ ինչ-որ նկարելով զբաղվեք։ Այս ամենը կարող է օգնել ձեզ գտնել պատասխաններ շատ կարևոր ներքին հարցերի վերաբերյալ։ Հիմա կարևոր է ձեզ հարց տալ, ինչ թեմաներով եմ ուզում արտահայտվել, որ ոլորտներում եմ ուզում ինքնաիրականացնել, ինչ ուղղությամբ եմ ուզում զարգանալ, ինչն է ինձ խանգարում կամ դանդաղեցնում։ Մերկուրիի հետադարձ փուլը մեզ վերադարձնում է հին մտքերին։ Մենք սկսում ենք վերանայել որոշումները, վերաիմաստավորել անցյալը, երբեմն նույնիսկ փոխել կարծիքը։ Հաճախ հենց այս շրջանում են լինում հանկարծակի գիտակցություններ, հասկանում ենք, որ ինչ-որ բան սխալ ենք արել կամ սխալ ուղղությամբ ենք շարժվել։ Սա նաև լավ ժամանակ է ինքներդ ձեզ հետ հաշտվելու համար, կարևոր է ասել ինքներդ ձեզ. ես լավն եմ, ես ընդունում եմ իմ սխալները և սովորում եմ դրանցից և պատրաստ եմ առաջ շարժվել։ Շուտով կգան նոր էներգիաներ, նոր ներքին վիճակի կձևափոխվի ձեր կյանքը, կձևավորվի։ Բայց հիմա ձեր մտածելակերպը պատրաստում է ձեզ բաց թողնելու հինը։ Քանի դեռ խավարումները շարունակում են ձուկ և կույս առանցքի վրա, կարևոր է հրաժարվել ձեր հին տարբերակներից, հին սովորություններից, հին մտածողությունից կամ այն ամենից, ինչը այլևս չի օգնում ձեր աճին, կպել է ձեզ և բաց չի թողնում ձեզ։ Պետք է հասկանաք այս նոր էներգիաները, այս նոր ներքին վիճակը ձևափոխելու համար ձեզ այդ ամենը խանգարում են։ Այս շրջանը մաքրվելու, թողնելու և նոր փուլին պատրաստվելու մասին է։ Առողջության թեման այս շրջանում ամենակարևորներից է։ Եթե նորից ի հայտ են գալիս հին քրոնիկ խնդիրներ կամ անհանգստացնող ախտանշաններ, արժե մտածել։ Գուցե ինչ-որ բան սխալ եք անում, ինչ-որ տեղ խախտում եք ձեր սահմանները կամ հոգ չեք տանում ձեր մասին։ Հիմա շատ կարևոր է նաև մտածել ձեր առողջության մասին, սիրել ու խնամել ինքներդ ձեզ, ավելի ուշադիր լինել ձեր մարմնի և հոգեկան վիճակի հանդեպ։ Հնարավոր է նաև հարաբերությունների վերանայում։ Առաջին տունը վերաբերվում է ամբողջ ձեր ինքնությանը և կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում շրջապատին։ 12 տներն են այդտեղ դեր խաղալու, որտեղ առաջին տունը դա բոլորն են, կյանքի բոլոր ոլորտները։ Կարող եք վերաիմաստավորել ձեր միջավայրը կամ սկսել հարաբերություններ կառուցել այլ ձևով։ Այս շրջանում հնարավոր է նաև որ վերադառնան անցյալից մարդիկ, նախկին ծանոթները, ընկերները, հին կապերը։ Դա կարող է տարբեր կերպ դրսևորվել ձեր կյանքում և ձեզ հնարավորություն տալ հասկանալու ինչ տեղ ունեն այդ մարդիկ ձեր կյանքում։ Գեղեցկության թեմայում հիմա պետք է ևս զգույշ լինեք։ Խորհուրդ չի տրվում այս շրջանում անել գեղեցկության ներարկումներ կամ արտաքին տեսքը փոխող վիրահատություններ։ Ավելի լավ է սպասեք մինչև մայիսի 20-ը, իսկ իդեալական տարբերակը նաև կարևոր միջամտությունները բոլորը տեղափոխեք ապրիլ ամիս։ Հնարավոր է նաև, որ որոշ մարդիկ վերադառնան իրենց հին կերպարին, օրինակ կարող եք նիհարել, կրկին տեղավորվել ձեր սիրելի հին զգեստի կամ կոստյումի մեջ։ Ոմանց համար սա կարող է լինել վերադարձ հին գործողությանը։ Մի բան, որով նախկինում էիք զբաղվում, հին բիզնես, հին գաղափար։ Եթե ունեք արդեն գործող բիզնես կամ նախագիծ, այս շրջանը ավելի հարմար է ոչ թե նորը սկսելու, այլ եղածը բարելավելու համար, վերամշակելու, կատարելագործելու, վերջին շտրիխներ, ոնց որ ասում են, ավելացնելու համար։
եւ հետո արդեն ավելի պատրաստված ու վստահ վիճակում ներկայացնել այն հանրությանը։ Հետադարձ Մերկուրիի շրջանում խորհուրդ չի տրվում անել կտրուկ փոփոխություններ, հատկապես իհարկե արտաքին տեսքի հետ կապված։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում պարզապես ավելի շատ զբաղվեք ձեր կերպարով ու արտաքին տեսքով, զբաղվեք օրինակ սպորտով, ավելի քիչ կոսմետիկա օգտագործեք այնպիսի պրոցեդուրաներ, այնպիսի դիմակներ, որոնք որ փորձված են ձեզ համար, բայց պետք չէ գնալ կտրուկ փոփոխությունների կամ լուրջ միջամտությունների։ Հետո կրկին անելու եք, ինչ-որ մի բան այնպես չեն անելու, նորից էլի անելու եք։ Այս շրջանը ավելի շատ մաքրման մասին է, ազատվեք այն ամենից, ինչը որ ձեզ խանգարում է, մաքրվեք ֆիզիկապես եւ հոգեպես։ Պատրաստվեք առաջիկա խավորմանը, որը տեղի կունենա մարտի 3-ին կույս նշանում։ Հիմա կարևոր է ազատվել այն ամենից, ինչը որ ձեզ դանդաղեցնում է։ Կպած է ձեր պոչին։ Սակայն այս շրջանի կարգախոսը, ինչպես որ ասում են, կարելի է ձևակերպել այսպես՝ դանդաղ գնաս, հեռու կհասնես։ Այսինքն նույնիսկ եթե ինչ-որ բանից հրաժարվում եք, լավ մտածեք։ 2 անգամ մտածեք կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։ Մի շտապեք կյանքի լուրջ փոփոխությունների հարցում։ Սա կարող է վերաբերվել նաև բնակության վայրի փոփոխությանը, հարաբերություններից դուրս գալուն կամ նոր հարաբերությունների մեջ մտնելուն, հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելուն։ Թեմաները կարող են շատ լինել, որովհետև առաջին տունը վերաբերվում է ամբողջ ձեր կյանքին եւ ձեր անձին, այն ներառում է ձեր ինքնությունը եւ կյանքի բոլոր ոլորտները։ Ահա այսպեսին է ձեզ համար ձեր կանխատեսումը, հարգելի ձկներ։ Հուսով եմ այն օգտակար էր ձեզ համար։ Մինչ նոր հանդիպում։